Հարգելի հեռուստադիտողներ, մենք Հայաստանի ողջ տարածքում շարունակում ենք փնտրել, գտնել եւ ձեզ ներկայացնել Հայաստանի 100 լավագույն բժիշկներին եւ այսօր այս իմաստով կրկին շատ հրաշալի հանդիպում ունենք։ Գտնվում ենք Աշտարակ քաղաքում եւ Աշտարակի բժշկական կենտրոնում բժիշկը, ում պիտի ներկայացնենք, ընդհանուր առմամբ իր կյանքի 52 տարիները նվիրել է առողջապահության ոլորտին, որից 22 տարին աշխատել է որպես բժիշկ, նա նաեւ փայլուն կառավարիչ է առողջապահության ոլորտի, բայց նրա կենսագրության ամենակարևոր եւ առանցքային տեղերից մեկը ըստ էության Արցախյան պատերազմի տարիներին հսկայական ներդրումն է եւ մարդկանց կյանքերի հետ ուղիղ գործ ունենալն է։ Մենք շարունակում ենք բժիշկներին ասել շնորհակալություն եւ այսօր մեր մեծ շնորհակալությունը բաժին է հասնում Արտավազդ Սարգսյանին, նա անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ է, առողջապահության կառավարիչ եւ արդեն ասացի, որ Աշտարակի բժշկական կենտրոնում ենք, Աշտարակի բժշկական կենտրոնի բուժ գծով փոխտնօրենն է։ Բարև ձեզ։ Ինչպես է տրամադրությունը երկու բառով։ Նորմալ։ Շատ լավ, մենք ձեզ շնորհավորում ենք, դուք ընդգրկվել եք արժանիորեն ընդգրկվել եք Հայաստանի 100 լավագույն բժիշկների մեջ, առհասարակ բժիշկները երբևէ չեն աշխատում կոչումի, գումարի, ինչ-որ բաների համար, բժիշկները աշխատում են, որովհետև դա իրենց առաքելությունն է։ Այնուամենայնիվ գնահատված լինելը ձեզ համար ինչ է։ Գիտեք, ես այսպես ասեմ, Արցախյան պատերազմի տարիներին, երբ որ մենք մեկնում էինք Արցախ, մենք գիտեինք ուր ենք գնում եւ ոչ մեկս էլ չէր գնում ինչ-որ մեդալի կամ ինչ-որ թղթի համար։ Պարզապես պարտք էինք, մեր պարտքն էինք համարում ու գնում էինք։ Թե հետո դա ինչպես գնահատվեց, ով գնահատվեց, դա էական չի։ Բայց երբ որ գնում էինք, չէինք գնում գնահատված լինելու համար։ Բայց այնուամենայնիվ, երբ որ բժիշկը աշխատում է նվիրումով եւ հետո գնահատվում է, դա ես տեսնում եմ որպես մեծ ստիմուլ, մեծ խթան, հետագա ավելի նվիրված աշխատելու եւ ավելի պատասխանատու աշխատելու համար։ Շատ լավ, այս հարցը շատ հաճախ եմ հնչեցնում, առհասարակ ըստ ձեզ ինչպիսին պիտի լինի բժիշկը, որ որակներն են համապատասխանում բժշկին, օրինակ դուք ինչպիսին եք, որովհետև վստահ եմ ձեզ շատ սիրում են եւ որպես առողջապահության ոլորտի կազմակերպիչ, ղեկավար, թե նաեւ որպես բժիշկ, բայց այն կարևոր հատկանիշները, որ ձեզ միշտ առաջ են մղել։ Ուրեմն նախ եւ առաջ պիտի նվիրվածություն լինի։ Բժշկի մասնագիտությունն է, որ պիտի ինչ-որ բաներ նաեւ զոհաբերես քո անձնականից։ Եվ սա մենակ ես չի ասի, որ բժշկության համար է, բայց ընդհանրապես եթե մի աշխատանքի հանդեպ նվիրում չեղավ, այդ աշխատանքը չի կարող լիարժեք լինել։ Ուրեմն առաջինը նվիրումը, երկրորդը մասնագիտական հնարավորությունները, երրորդը գիտելիքները, չորրորդը մշտական իրանով զբաղվելը, հինգերորդը, գուցե հինգերորդ չի, գուցե առաջինը մարդկային հատկանիշները, ազնվությունը, էլ ինչ ասեմ։ Բավարար է։ Շատ լավ, խոսենք ձեր հենց բուն մասնագիտության մասին որպես բժիշկ, տեսեք, անեսթեզիոլոգը, առհասարակ վերակենդանացնող բժիշկը, հա, ամենաթիմային բժիշկներից մեկը պիտի լինի, որտեղ մենք գործ ունենք վիրաբույժի աշխատանքի հետ եւ գործ ունենք իսկապես թիմային աշխատանքի հետ։ Դուք ձեր կյանքի ընթացքում 5000 մարդու կյանքի հետ եք գործ ունեցել, կյանքի եւ առողջության։ Ինչ հետաքրքիր դեպքեր կհիշեք, որ երբևէ չեն ջնջվի, օրինակ գուցե դեպքեր, երբ հստակ տեսել եք Աստծո ներկայությունը այդ վերակենդանացման մեջ։ Ուրեմն շատ հետաքրքիր հարց եք տալիս։ Ես ավարտել եմ որպես վիրաբույժ եւ ուզում էի վիրաբույժ աշխատել, բայց այնպես դասավորվեց, որ ինձ պարզապես ասացին, որ վիրաբույժի տեղ չկա եւ անեսթեզիոլոգ ուզում եք աշխատեք, չէ, մի աշխատեք ընդհանրապես։ Ես համաձայնվեցի անեսթեզիոլոգ աշխատել,
Բայց առաջի տարին չէի կարողանում հաշտվել այդ մտքի հետ, առաջի ամիսները։ Մինչև ունեցանք մի դեպք, որը մինչև հիմա հիշում եմ, դա 81 թվականին էր, ընտանիքով վթար էր եղել, ամուսինն ու երեխան մահացել էին տեղում, կնոջն ու երեխային բերել էին հիվանդանոց, երկուսն էլ շատ ծանր վիճակում։ Կնոջ վիճակը գրեթե կարելի ասել շատ ծանր էր, գրեթե անհույս, բայց ամբողջ գիշերը այդ հիվանդի մոտ անցկացնելով եւ առավոտյան վիճակը համեմատաբար վիճակից դուրս բերելով ես մի պահ գնացի պոլիկլինիկան, տեղել էի աշխատում, ինչ-որ գործեր կար անելու։ Ու եկան հայտնեցին, որ հիվանդը մահացավ, սատիկը։ Ես վազելով գնացի բաժանմունք եւ տեսա, որ հիվանդի մոտ կանգ է գնացել։ Ну, կատարեցինք վերակենդանացման միջոցառումներ, վերականգնվեց։ Այդ հիվանդը վերականգնվեց, վերակենդանացավ, հետո առողջացավ, տուն գնաց։ Առողջացավ, տուն գնաց ու այդ դեպքից ես ավելի մեծ բավականություն ստացա, քան եթե կատարեի ասենք մի 100 կույրաղիքի վիրահատություն։ Դրանից հետո սկսեց սիրել մասնագիտությունը։ Եվ ըստ էության Աստված ցույց է տալիս, չէ՞, ձեր կոչումը որն է, այսինքն ժամանակները ամեն ինչ իրենց տեղն են դնում։ Դե ամեն ինչ Աստծո կամեցողության բարին իհարկե, բայց դե որ հասանք տեղ մի ուրիշ բան էլ ասեմ, ես դեպքեր ոնց էլ լինի, տարեկան մի քանի դեպք ունենում ես, որ իրականում հիվանդին վերակենդանացնում ես եւ այն աշխարհից հետ ես բերում։ Եվ միշտ ես մտածում էի, որ Աստծո հետ հակադրության մեջ եմ մտնում։ Եվ մի օր Աստված կպատժի դրա համար։ Այսինքն պիտի գնա, այսինքն հա, պիտի գնա, բայց մենք թույլ չենք տալիս։ Եվ մի օր մեր եկեղեցու վանահայրերից մեկի հետ զրուցում էինք, ասել ես որ թոշակի անցնեմ, պիտի գնամ Խավարան դրա համար, մեղքերի կավության համար, ասեց չէ, ինչ ես ասում, եթե քեզ թվում է, թե դու ես վերակենդանացրել, սխալվում ես, եթե Աստված չուզենար, դու չէիր կարող դա անել։ Դու պարզապես Աստծո կամեցողությամբ քո միջոցով Աստված այդ մարդուն հետ է բերում։ Եվ իրականում իհարկե Աստծո կամեցողությամբ ամեն ինչը։ Բժիշկ, ես ուզում եմ մի քիչ ավելի ետ գնանք Արցախ, առհասարակ երբ բժիշկը գործ ունի զինվորի կյանքի հետ, կռված իր կյանքը տալու պատրաստ հայրենիքի համար զինվորի կյանքի հետ, կարծում եմ բոլորովին ուրիշ էմոցիաներ են եւ հատկապես դուք երիտասարդ տարիքում եք եղել Արցախում, ինչ էր դա, ինչ էր պատերազմը եւ ինչ էր այդ կռիվը կյանքերի համար։ Ասեմ ձեզ, ես մասնակցել եմ Արցախյան առաջի պատերազմին։ Ուրեմն դե այդ ժամանակ անեստեզիոլոգ էի աշխատում, գնացել եմ եւ ինչով կարողացել եմ օգնել եմ։ Հետագայում արդեն 44 օրյա ժամանակ վարչական գործի էի եւ գտնում էի, որ իմ ընդեղ լինելը կարող է ինչ-որ տեղել հլը խանգարեմ, դրա համար տեղում ինչ-որ կարողացել եմ այդ եմ արել։ Բայց առաջի պատերազմի ժամանակ ես մեր երիտասարդ, մեր երեխեքի մոտ, որ տեսնում էի այդ խանդավառությունը, այդ նվիրվածությունը, որ պատրաստ էին ամեն ինչի։ Ուրեմն Են որ ասում են ամեն մեկը մի հերոս էր, ամեն մեկը մի արծիվ էր, դա իրականում այդպես էր։ Եվ դու չես կարող անտարբեր լինել, եւ դու էլ անհրաժեշտության դեպքում փորձում էիր անել ամեն ինչ, նույնիսկ անհնարինը, այդ երեխեքի գլխից մի մաս չպակասելու, այդ երեխեքին հետ նորմալ կյանք բերելու համար։ Ինչ ասեմ,
մարդիկ նվիրումով հասանք հաղթանակների հասանք, ցավոք այդ հաղթանակները չեմ ուզում քաղաքականացնել։ Մսխեցինք, չպիտի խուսափել այդ բառից, մսխեցինք ազգովի, շատ լավ, ես ուզում եմ նաև հիմա, տեսեք, բուժ գծով փոխտնօրենի պաշտոնն եք զբաղեցնում բժշկական կենտրոնում, բայց վստահ եմ բազմաթիվ լուրջ դեպքեր են բերվում հիվանդանոց, ինձ հետաքրքիր է, լինում են դեպքեր, երբ որ գայթակղությանը չդիմանաք եւ միջամտեք բժիշկների գործին այսպես որպես ավագ խորհուրդներ տակ եւ այլն, թե շատ ավելի աշխատասենյակային պաշտոնյա եք հիմա։ Ուրեմն ես երադասում եմ այդ խորհրդատվությունը անցկացնել աշխատասենյակի պայմաններում, որովհետև շատ հաճախ նկատել եմ, երբ որ ասենք դեպքերը բերում են, ծանր դեպք բերում են եւ դու գնում ես փորձում ես միջամտես կամ թեկուզ կանգնում ես ֆիզիկապես ներկայ ես լինում իրանց մոտ, դա ինչ որտեղ նաեւ խանգարում է։ Մեր բժիշկների մի զգալի մասը երիտասարդ բժիշկներ են եւ երբ որ կողքից նայում ես, տեսնում ես, որ ամեն մեկը իր գործը նորմալ կատարում է, բայց երբ որ քո ներկայությամբ է, իրանց մոտ այդ քո ներկայությունը տնօրենի կամ փոխտնօրենի ներկայությունը ինչ որտեղ կաշկանդվածություն է առաջացնում, ինչ որտեղ իրանց մոտ այդ պատասխանատվության զգացումը ասեմ, թե ինչ ասեմ, ավելի փոխում է։ Եվ նման իրավիճակում հնարավոր է սխալվելու տարբերակը ավելի շատանում է։ Դրա համար ես գերադասում եմ նման դեպքերում չխանգարել իրանց։ Չնայած եղել են դեպքեր, դա արդեն ոնց բացատրեմ, ասենք ծանր դեպք ենք ունեցել հղիի հետ կապված, որ ես իրանց մոտ մինչև վերջի պահն էլ կանգնած եմ եղել, իմանալով հանդերձ, որ իմ ներկայությունը իրանց դա իօգուտ իրանց է եւ իօգուտ հիվանդի է։ Շատ լավ, եւ հիմա այդ շատ հետաքրքիր անցումի մասին խոսենք բժշկությունից վարչարարություն։ Ինչու այնուամենայնիվ որոշում կայացվեց լքելու բժշկությունը, հենց բուն բժշկությունը։ Ուրեմն վարչարարության ես չեմ ձգտել, չեմ տենց դա է ուզում լսել։ Երբ որ ստեղծվեց մարզպետարանները եւ ստեղծվեց մարզպետարանի առողջապահության բաժինները, ինձ հրավիրեցին մարզպետարանի առողջապահության բաժնում աշխատելու հենց առողջապահության բաժնի պետը, հետագայում վարչության պետը։ Ես մտածելով, որ համատեղությամբ պետք է աշխատեմ եւ այնտեղ եւ անեստեզիոլոգիայով պիտի զբաղվեմ, համաձայնվեց ու հետագայում մոտ 6 տարի ես համատեղությամբ աշխատել եմ եւ վարչական եւ մասնագիտական։ Բայց հետո երբ որ ընդունվեց քաղաքացիության օրենքը, արդեն համատեղությամբ չէի կարող աշխատել, ու դրանից հետո գերադասեցի վարչականը եւ մնացի վարչական աշխատանքի։ Եվ հիմա մեկ բառով մեր բժիշկների նոր սերնդին ինչպես է գնահատում, ես կարծում եմ, որ հիմա շատ ավելի հեշտ է բժիշկ լինել, որովհետև ժամանակները, տեխնոլոգիաները տալիս են հսկայական հնարավորություններ ախտորոշման, չգիտեմ, մինչև անգամ լազերային եղանակով բուժօգնություն իրականացնելու եւ այլն, եւ այն ժամանակ բժիշկ լինել շատ ավելի բարդ ու դժվար էր։ Այնուամենայնիվ հաշտ եք արդյոք ժամանակների հետ եւ մեր նոր սերունդը ինչպիսին է ըստ ձեզ։ Ուրեմն նոր սերնդի մեջ կան եւ լավ բաներ եւ վատ բաներ։ Նախ ես դեմ եմ, որ այսքան մի քանի հատ բժշկական ինստիտուտներ լինի։ Բժշկական ինստիտուտը պետք է լինի պետական բժշկական ինստիտուտը եւ այնտեղ ավարտածներն էլ պետք է նորմալ կրթություն ստանան։ Դեմ եմ այդ տարբեր բազմազանությանը։ Հա։
Ասենք ինչի համար, որ ես ավարտելով Երևանի Պետական բժշկական ինստիտուտը գիտեի, որ բժշկական ինստիտուտը համարյա բոլոր հիվանդանոցներում բազա ունի եւ մենք մեր պրակտիկան անց ենք կացրել այդ տասնյակ հիվանդանոցներ։ Եվ այդքան էլ հեշտ չէ դժվարությունների միջով անցնելով ենք դարել մասնագետ, բայց հիմա ենթադրենք ինչ որ մի կոոպերատիվ ինստիտուտ է ավարտում, որը ունի ընդամենը մեկ կլինիկական բազա։ Եվ այդ մի կլինիկական բազայում պարզապես անհնար է այդ բոլոր մասնագետ, բոլոր նոզոլոգիաներին ծանոթանալ, խորանալ, ուսումնասիրել եւ հետո կայացած բժիշկ դառնալ։ Դրա համար ավարտում են հետո կլինօրդինատուրա, հետո մագիստրատուրա, չգիտեմ ինչ, նոր այդ կայացման process-ը բավականին երկար է։ Հնարավորություններին, այն հնարավորությունները, որ այսօր կա, մենք դա կերազեինք մեր ժամանակները։ Մենք որպեսզի մի հատ ինչ որ մի թեմայով ռեֆերատ գրեինք, ամիսներով հանրային գրադարանից դուրս չէին գալիս։ Հերթագրվում, պատվիրում, այս ժուրնալը, այն ամսագիրը գնում չէին թողում, որ այդ ամսագրերը դուրս բերենք, տանենք տուն, օրերով նստում, գրում։ Այսօր ինտերնետի հնարավորությունները այնքան բազմազան է, որ մարդը ոչ միայն ռեֆերատագրում, այլ մասնակցում է մրցույթի, մասնակցում է քննությունների, երբեմն դժբախտաբար անգամ ինքնաբուժությամբ են զբաղվում մարդը։ Դե էդ էլ կա, հա, բայց ընդունվում են ասպիրանտուրա ինտերնետով, գնում են արտասահմանում, սովորում են, պաշտպանում են, աշխատում են, մի մասը վերադառնում է, մի մասը մնում է, բայց հնարավորությունները այսօր շատ ավելի շատ են։ Եվ դա ինչ որ առումով լավ է, բայց ինձ հետաքրքիր է ամեն դեպքում նվիրական բժշկի կերպար կերտող երիտասարդներ տեսնում եք այդպիսին կան։ Քիչ են, բայց կան։ Դժբախտաբար նմաններին մենք տեղ չենք տալիս։ Դուք հիմա ի պաշտոն ունեք այդ հնարավորությունը։ Կոնկրետ ես չէ, ասենք այն որտեղ գիտեք, հիմա գնացել է Եվրոպայում պաշտպանել է, հետա եկել կամ մի ուրիշ տեղ է պաշտպանել, հետ եկել կամ կայացել է որպես բժիշկ, հետա եկել ու դե գիտեք բոլորն էլ ձգտում են Երևանի տարբեր կլինիկաներ, բայց ինչ ձևի են ընդունվում, ինչ ձևի են աշխատում, դա մենակ իրանց պիտի հարցնեք։ Մարդը կայացած բժիշկ պիտի ինքը ընդունվի աշխատանքի, ինքը իր համար հիվանդներ գտնի, վերի, որ կարողանա աշխատի։ Շատ լավ, փորձենք ամփոփել, ես ասացի նաև, որ մեր նախագծի գլխավոր նպատակն է շնորհակալություն բերել մեր բժիշկներին, շնորհակալություն հասնել բոլոր բժիշկներին եւ ձեզ ասելով շնորհակալություն, մենք ձեր դեմքով ուզում ենք ասել շնորհակալություն նաև առողջապահության ոլորտի մյուս բոլոր նվիրյալներին եւ որպես ամփոփում կուզեմ ձեր մաղթանքը լսել մեր հայրենիքին, մեր հասարակությանը, մարդկանց, ովքեր այս բանին հետևում են մեզ։ Բարդ բան եք ասում։ Մեր այսօրվա իրավիճակից ելնելով ես մենակ մեր երկրին խաղաղություն եմ մաղթում։ Այս վերջ տարիներին ինչ փորձությունների միջով անցանք եւ դեռ չգիտենք արժևում ինչ է սպասվում։ Մենք տեսնում ենք մեր հարևանների հետ ինչ է կատարվում։ Այսօր քաղաքական իրավիճակը բավականին շիկացած է եւ այն տպավորությունն է, որ այսօր եկուց երրորդ համաշխարհայինի նախաշեմին ենք կամ պետք է անցնենք մի քայլ առաջ։ Եվ այս վիճակում ես մեր ժողովրդին միայն խաղաղություն կցանկանամ, մեր երկրին խաղաղություն, ինչ կորուստներ ունեցանք, հերիք է, բավական է։ Իսկ ընդհանուր առմամբ չեմ կասկածում, բժիշկները միշտ էլ եղել են պատրաստ, բժիշկները միշտ էլ եղել են առաջի գծում,
լինի դա երկրաշարժը, լինի դա Արցախյան մի քանի պատերազմները, եւ միշտ այդ պատուվ ենք դուրս եկել ցանկացած փորձությունից ու համոզված եմ, որ Աստված մի արասցե, եթե մենք կրկին հայտնենք նման իրավիճակում, մենք էլի պատուվ ենք դուրս գալու։ Տեր մի արասցե, ինչպես կասեին, շնորհակալություն բժիշկ եւս մեկ անգամ, ձեզ մաղթում ենք շատ առողջություն, սա ծանոթություններ հեռուստադիտողի հետ ըստ էության, մենք դեռ հանդիպելու ենք նաեւ գլխավոր միջոցառման շրջանակներում եւ շատ անակնկալներ ունենք ձեզ համար եւ մեր մյուս 100 բժիշկների համար, բարեկամներ, առողջությունը ամենաթանկն է եւ ամենաթանկը մեզ պարգևում են բժիշկները, հետեւաբար ամենաթանկը բժիշկներն են։ Շնորհակալություն ասենք բժիշկներին եւ մեր հաջորդ նախագծով էլ նաեւ ուսուցիչներին, իսկ այս պահին այսքանը, կհանդիպենք։